Ուղևորությունը սկսեցինք Սան Հոսեում, Սանտա Կլարայի համալսարանում։ Գեղեցիկ պատմական համալսարան հիմնադրված 1851 թվականին։ Այնուհետև ուղևորվեցինք Սանտանարո, գեղեցիկ եվրոպական ոճով բացօթյա կենտրոն, լի խանութներով եւ սրճարաններով։ Զբոսնեցինք, ծանոթացանք շրջակայքին եւ այնուհետև ոտքով գնացինք դեպի տարօրինակ Winchester տուն։ Շատ զավեշտալի պատմություն կա այս տան հետ, կարող եք ծանոթանալ։ Ընտրեցինք Սան Խոսեի կենտրոնում եւ զբոսնեցինք Սան Պեդրոյի հրապարակում։ Ճամփա անցանք դեպի Սան Ֆրանցիսկո, որտեղ մասնակցեցինք ջազ փառատոնին։ Քայլեցինք քաղաքի փողոցներով, վայելեցինք երաժշտությունը, իսկ հետո անպայման գնացինք Գիրարդելի լեգենդար պաղպաղակ ուտելու։ Իմ Սան Ֆրանցիսկոյի ոչ մի ուղևորություն չի անցնում առանց դրա։ Կալիստոգան հանքային ջրերով հայտնի փոքրիկ քաղաք է։ Օրն անցկացրեցինք սպա կենտրոններում եւ լողավազանում եւ օրվա հաջորդ մասին ուղևորվեցինք դեպի Յաունթվիլ։ Յաունթվիլը Նապայի հովտում գտնվող փոքրիկ շքեղ քաղաք է, հայտնի է իր սրճարաններով, ռեստորաններով, հյուրանոցներով եւ շատ գեղեցիկ միջավայր ունի, շրջապատված գինե տներով։ Վերջին օրը նույնպես այցելեցինք մի քանի գինե տներ։ Այո, սա ես եմ, մի քանի բաժակ գինու փորձարկումից հետո այսպես է լինում։ Անցանք Սեյն Հելենա կոչվող փոքրիկ քաղաքով եւ վերադարձանք Լոս Անջելես։ Այս ճանապարհորդությունը եւս մեկ հիշեցում էր, թե ինչքան բազմազան է Կալիֆոռնիան։ Եթե դուք ցանկանում եք գնել տուն Կալիֆոռնիայում կամ ինչ-որ ներդրումային գործարք եք ցանկանում անել, խնդրեմ կապ հաստատել ինձ հետ։